Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառն Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ ԱՄՆ փոխնախագահը գալիս է Հայաստան, ինչ օրակարգով է գալիս ու ինչ ակնկալիք ունի ընդդիմությունն այս այցից։ Արցախի հազարավոր ընտանիքներ ծայրահեղ ծանր վիճակում են, պետնախարարն ահազանգ է հնչեցնում։ Հրատապ զեկույց եկեղեցու դեմ շարունակվող արշավի մասին, ինչ են արձանագրել։ Փոսեր ամբողջ մայրաքաղաքում, Ավինյանը խոսել է պատճառների մասին։ Երևանում սպասում են Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-ից 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնել է կառավարությունը։ Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում Հայաստանի նախկին դեսպան և Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը Washington Times-ի հոդվածում գրել է, որ Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցը պատմություն ձևավորելու հնարավորություն է տալիս։ Եթե գործընթացը հմտորեն կառավարվի, Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասում հսկայական հաղթանակ է սպասվում։ Ըստ Հովհաննիսյանի, Միացյալ Նահանգների համար թրիփը Հարավային Կովկասը կայունացնելու միջոց էր, առանց զորքեր տեղակայելու կամ հակամարտության պատասխանատվությունը ստանձնելու։ Այն խաղաղությունը կապում է առևտրային ուղիների, էներգետիկ տարանցման և տարածաշրջանային ինտեգրման հետ, միաժամանակ թույլատնելով Ռուսաստանի մենաշնորհը միջնորդության հարցում։ Հեղինակի կարծիքով Երևանն անհանգստացած է Ադրբեջանում պահվող գերիների առնչությամբ, բայց նախկին փոխարտգործնախարարը համոզված է, որ այս հարցը Վենսը կարող է քննարկել Բաքվում։ Թրիփն օգնում է Միացյալ Նահանգներին ապահովել ռազմավարական մուտք, կառուցել հաճախորդների ցանցեր, կանխել մրցակիցների կողմից հիմնական երթուղիների վերահսկողությունը, ձևավորել տարածաշրջանային կանոններ և չափանիշներ ու ստեղծել երկարաժամկետ քաղաքական լծակներ։ Թրիփը և փոխնախագահի այցն Ադրբեջանին ազդակ են ուղարկում, որ իր ապագա ազդեցությունը կբխի գործակցությունից և կանխատեսելիությունից, այլ ոչ թե ճնշումից և սպառնալիքներից։ Սա Ադրբեջանին ռազմական դերակատարից վերածում է տարածաշրջանային կարգի շահագրգիռ կողմի։ Իսկ ինչ ակնկալիք ունեն Սյունիքում Վենսի այցի վերաբերյալ, ինչ նշանակություն ունի թրիփ նախագիծն իրենց համար, դա խաղաղության թե հերթական հետքայլն է անվտանգային ոլորտում։ Մեր նկարանող խումբը հանգստյան օրերին եղել է Սյունիքում ու խոսել բնակիչների հետ։ Վենսը Հայաստանում է թրիփի շուրջ քննարկումները շարունակելու համար։ Ուղին, որի շուրջ խոսում են Երևանում և արտասահմանում, քարտեզի վրա հստակ տեղ ունի։ Սյունիք։ Այս պահին Սյունիքում ամեն ինչ սովորական է, բայց սովորականը դառնում է ժամանակավոր, երբ արտաքին քննարկումները մոտենում են ներքին տարածքներին։ Այս ֆոնին սյունեցիներին հարց ունենք. իրենց համար պարզ է, թե ինչ ուղու մասին է խոսքը և ինչպես կանդրադառնա նրանց վրա։ Չգիտեմ ճիշտն ասած։ Դե շրջափակման մեջ ենք, օղակի մեջ ենք հայտնվում։ Եթե այդպիսի բան լինի, օղակի մեջ ենք հայտնվում։ Տխուր է, ողբերգական։ Չէ, առաջ շրջափակման մեջ չէ, հիմա բացվում է։ Դրանից լավ բան չկա։ Խաղաղություն է։ Դա իրոք լավ է։ Մենք չեք կարող գնահատել լավը։ Ես մտահոգությունն եմ շատ մեծ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը այդքան բան։ Հայկական ասացած կա շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցը թաց մի դիր։ Մենք այն շների մեջ ենք, որ փայտը պարտադիր պիտի մեր ձեռքը ունենանք, որ փայտը դրեցին գետնի, մենք կործանվելու ենք։ Իսկ Թրամփի ուղին փայտը ձեռքից վայր դնել է նշանակում այդքան բան։ Սա մտահոգություն։ Միան լավն եք սպասում, որ լինի։ Բայց կլինի, ինչ եք կարծում։ Դա արդեն մեր ղեկավարությունից է կախված։ Իսկ ես ղեկավարությունը կկարողանա ապահովել այդ լավը։ Ոչ։ Բա ումից եք սպասում այդ լավը։ Նոր ղեկավարի։ Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Ժամը 17-ից 21-ը կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, Բաղրամյան պողոտա Պրոշյան փողոց Խաչմերուկից, Բաղրամյան պողոտա Մոսկովյան փողոց Խաչմերուկ, Սախարովի հրապարակ։ Իսկ նախքան Վենսի այցը Հայաստան կուսակցությունները, քաղաքական նախաձեռնություններն, իրապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները բազմաթիվ նամակներ են գրել Միացյալ Նահանգների փոխնախագահին, Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու, արցախցիների վերադարձի հարցի և Ադրբեջանի զավթողական քաղաքականության վերաբերյալ։
Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը բաց նամակ է գրել Վենսին։ Ընդդիմադիր խմբակցության ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում Միացյալ Նահանգների փոխնախագահի գործուն մասնակցությունն է։ Նամակում խմբակցությունը մասնավորապես շեշտել է. Հայաստանի իշխանությունն ապօրինի խախտում է եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին Ամանևին չենք ակնկալում ձեր միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին։ Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը եւ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։ Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին եւ հետամուտ է ընդդիմությունը։ Բագրատ Սրբազանը եւս նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին, չնայած Սրբազանը նամակում ներկայացնում է իր եւ մյուս հոգեվորականների նկատմամբ ճնշումները, բայց նամակի հիմնական ուղերձը դարձյալ գերիների վերադարձի մասին է։ Դուք մեծապես կնպաստեք իսկապես պատմական եւ երկարատև խաղաղությանը, եթե ապահովեք Երևանում եւ Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը եւ ստանաք երաշխիքներ Արցախից բռնի տեղահանված 150,000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար, նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։ Այս ամենի ֆոնին էլ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Փաշինյանին է ներկայացրել 2025-ին արտգործնախարարության կատարած աշխատանքը։ Թիվ 1 առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգը։ Գերատեսչության ներկայացրած հաստատվության մեջ շեշտել են, որ ակտիվ աշխատել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ամրապնդման համար։ Արտգործնախարարությունն աշխատել է ինչպես ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետևողական խորացման, այնպես էլ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Միրզոյանն արդյունավետ է համարել տարին Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման համար, նկատելով կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Հայաստանը ձգտում է զարգացնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, հարգելով փոխադարձ ինքնիշխանությունը։ Իսկ այս ամենի հակառակ կողմում արցախցիներն են, որոնք սեփական տունն ու հայրենիքը կորցնելուց հետո բախվում են սոցիալական ծանր խնդիրների։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի խոսքով արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների։ Նա ներկայացրել է, որ հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության եւ առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես տանվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը եւ նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով եւ ապահովել համակարգված կայուն լուծումներ։ Սոցիալական անտարբերությունը չի կարող եւ չպետք է դառնա պետական քաղաքականություն։ Այս ամենին զուգահեռ շարունակվում են իշխանության բռնաճնշումները եկեղեցու նկատմամբ։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց Հայաստանի իշխանության Հայաստանի ծառայական Սուրբ եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր է հետևել պաշտոնական Երևանը։ Զեկույցի անգլերեն տարբերակը շուտով կհրապարակեն եւ կներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին եւ համապատասխան պաշտոնատար անձանց, Հայաստանում եւ այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։ Մայրաքաղաքում փողոցներում ձնհալից հետո փոսեր են։ Ըստ Ավինյանի այս տարի ձյան պատճառով աղ շատ են գործածել։ Այդ է պատճառը, որ ճանապարհներն այս վիճակում են։ Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ, ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Մի քանի օր առաջ մեր տեսախցիկն է շրջել մայրաքաղաքով ու ֆիքսել Երևանի փողոցների վիճակը։ Դիտենք տեսանյութը առանց մեկնաբանության։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձն արել են Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով։ Նախորդին ռուս ուժայինները հայտնել էին, որ ուկրաինացի Ռուսաստանի դաշնության քաղաքացուն Դուբայից արտահանձնել են Մոսկվա, Ալեքսեևին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածով։ Ճապոնիայի իշխող կուսակցությունը վարչապետ Սանայե Տակայիչիի գլխավորությամբ հաղթել է խորհրդարանի արտահերթ ընտրությանը։ Տակայիչին կողմ է բանակի ամրապնդմանը, Ճապոնիայի խաղաղասիրական սահմանադրության վերանայմանը և տնտեսության խթանմանը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը Աբրահամ Լինկոլն ավիակրի գլխավորությամբ Արաբական ծովում է, հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, որ ամերիկյան նավերը շարժվում են դեպի Իրան, հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել գործարքի, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Թեհրանն Ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք։ Ուրանի հարստացումն արժանապատվության և անկախության հարց է, ասել է նա։ Չնայած կոշտ հռետորաբանության, Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռ բաց է դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման համար։ Իդեպ այսօր Իրանի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքները քննարկելու համար։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Ջեյհուն Բայրամովն ու Հաքամ Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս ունի վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի մաքուր էջից և ունենա հստակ ճանապարհային քարտեզ։ Լրագրողներին ասել է Կոբախիձեն, մեկնաբանելով օրերս Միլանում նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներով է սպառնացել։ Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառելու այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մատակարարում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։ Պինգվինների ամենամյա շքերթ է անցկացվել Չինաստանի հյուսիսում։ Կենդանիների շքերթը կազմակերպվել է Հարբին Փոլարլենդ փառատոնի շրջանակում Հարբին քաղաքում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամ 15-ին, կհանդիպենք առայժմ։